Խելքի բլից։ Բարև, այսօր մեր մասնակիցները կքրտնեն ոչ թե ծանր քաշեր բարձրացնելիս, այլ հարցերի պատասխաններ փնտրելիս։ Կմարզեն ոչ թե բազուկները, այլ հիշողությունը։ Իսկ վերջում կտեսնենք, թե ում ուղեղն է ամենալավ մարզավիճակում։ Ծանոթանանք մեր մասնակիցների հետ։ Մանե Մուրադյան, 28 տարեկան, մասնագիտությամբ լրագրող և արվեստաբան։ Արտաշատի գեղարվեստի դպրոցում դասավանդում է արվեստի պատմություն։ Մանեն երգում է, ստեղծում երգեր և երազում մի օր ունենալ սեփական գործիքավորման ձայնագրման ստուդիա։ Իդեպ ես ու Մանեն միասին արդեն ստեղծել ենք 2 համատեղ երգ, ինչի համար շատ ուրախ եմ, իսկ այժմ առաջարկում եմ լսենք Մանեին։ Ողջույն Մանե։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Մանե, կարող եմ ասել, որ ունես 3 մասնագիտություն, եթե համընդհանրացնենք, եւ հետաքրքիր է, որն է քո սրտին ամենամոտը։ Կարծում եմ երաժշտությունը, որովհետև առաջինը հենց դա եմ ընտրել, 3 տարեկանից նվագել եմ դաշնամուր, արդեն 10 տարեկանից գրել երգեր եւ ճիշտ է, այսօր ցավոք չեմ զբաղվում դեռևս, բայց իմ ամենահարազատ եւ սիրելի ոլորտը դա երաժշտությունն է։ Ընտիր։ Ես հիշեցնեմ, որ Մանեն այստեղ եկել է իր քույրիկի հետ եւ որոշել են ընտանեկան խելքի բլիցում մարզել իրենց հիշողությունն ու տրամաբանությունը, այնպես որ եկեք ծանոթանանք մյուս մրցակցի հետ։ Հայկուշ Մուրադյան, 36 տարեկան, ուսուցիչ է, դասավանդում է կենսաբանություն առարկան, երկրորդ մասնագիտությամբ համակարգչային ծրագրերի որակի ապահովող։ Հայկուշը նաև 2 երեխաների մայր է, սիրում է երգել, իսկ ազատ ժամանակ ստեղծագործել խոհանոցում։ Հայկուշ, որ ուտեստն է քեզ մոտ ամենալավը ստացվում։ Տոլման։ Տոլման, հայկական տոլման։ Իսկ ինչ ես շատ սիրում ուտել։ Հենց տոլմա։ Ինչ լավ ես պատրաստում, նայել, սիրում ես ուտել։ Այո, սիրում եմ ուտել։ Իսկ ինտելեկտուալ խաղերի մասին ինչ կասես։ Առաջին անգամ է փորձես։ Եվ մի փոքր դարվածություն կա, բայց ամեն դեպքում հաղթահարելի է։ Իսկ ավելի հետաքրքիր է, չէ՞ որ հենց քույրիկի հետ ես եկել մասնակցելու եւ տեսնենք, թե ձեր ընտանիքում ով է ավելի խելացի վերջո։ Տեսնենք։ Մանե, դու ինչ կասես այս առումով։ Ես իրականում ես եմ առաջին անգամ մասնակցում նմանատիպ խաղի եւ իմ մեջ երևի թե լարվածությունն ավելի շատ է։ Ես բացատրեմ խաղի կանոնները, դուք աստիճանաբար թույլատրեք լարվածությունը։ Մենք ունենալու ենք 3 փուլ, առաջին փուլի ոլորտն ընտրելու համար հնչեցնելու եմ 1 տրամաբանական հարց, եւ ով առաջինը գուշակեց հարցի պատասխանը, նա էլ կընտրի ոլորտը։ Այնպես որ հիմա պահն է, որպեսզի հնչեցնեմ տրամաբանական հարցը։ Այս փուլում տրամաբանական հարցին պատասխանելու համար պետք չէ սեղմել ձեր առջև դրված կապույտ կոճակները, դրանք անհրաժեշտ են լինելու արդեն առաջին փուլի խաղը սկսելու դեպքում։ Ուշադրություն։ Աֆրիկյան հեքիաթի հերոսը, որը կենդանի էր, խնդրում է Աստծուն, որ իր հաճախած ցանկացած վայր պատկանի իրեն կամ համահունչ լինի իր հետ։ Նշեք այդ կենդանուն։ Եկեք տրամաբանենք։ Եթե Աֆրիկա, հա։ Եվ ուշադիր, որ յուրաքանչյուրդ կարող եք 1 անգամ պատասխան հնչեցնել, բայց կարող ես, այո, բարձրաձայն քննարկել։ Գուցե այդքան Աֆրիկա չտեղափոխենք, պարզապես դա հեքիաթ էր, բայց կարող ես նաև այդ ուղղությամբ գնալ։ Փորձիր հիշել կենդանիներին եւ ինչ կապ ունի այս խոսույթը այդ կենդանու հետ։ Ինչ կապ կարող է ունենալ, եթե նա խնդրել է Աստծուն, որպեսզի որտեղ որ նա կլինի, համահունչ լինի իր հետ։ Աֆրիկյան ջայլամ, այդ է տարբերակը։ Ոչ, Մանե, քո տարբերակը։ Չունեմ տարբերակ։ Ինչ որ մեկ տարբերակ։ Գիտեմ, որ այս տիպի հարցերը շատ հեշտ ու պրիմիտիվ պատասխան ունեն, բայց ինձ մոտ միշտ չի հաջողվել դրանք գուշակել։ Ռիսկի չես դիմում տարբերակ ասելու համար։ Պատասխանն էր քամելիոն։ Քամելիոնը գիտենք, գույնը փոխում է տարբեր միջավայրերում։ Դե ինչ, քանի որ չունենք ճիշտ պատասխան, առաջարկում եմ չինգաչունգի տարբերակը։ Ձեր սիրելի պահն է, տեսնենք ով է ընտրում ոլորտը։ Մանեն։ Հեքիաթները փորձենք։ Արդեն որոշել էիր դու։ Այո։ Երկուստ էլ սիրում եք հեքիաթներ։ Այո, հետ վերադառնանք մանկություն։ Որն է ձեր ամենասիրելի հեքիաթը, Մանե, քոնը։ Կարմիր գլխարկը։ Իսկ դու։ Չաղ թագավոր։ Տեսնենք արդյոք այս փուլում կլինեն այդ 2 հեքիաթներից գոնե մեկը։ Սկսենք։ Սկսում ենք առաջին փուլը, ոլորտն է հեքիաթներ։ Որ հեքիաթում է արքայադուստրը երկար քուն մտնում կախարդանքի պատճառով։ Մանե։ Գույն եւ հրեշը։ Ոչ։ Ոչ։ Քնած գեղեցկուհին։ Ոչ ճիշտ։
Որ հեքիաթում է աղջիկը գնում տատիկի մոտ եւ ճանապարհին հանդիպում գայլին, մանե, ապրես։ Որ հեքիաթում են քույր եւ եղբայրը մոլորվում անտառում։ Հենզելն ու Գրետը։ Ճիշտ է, բրավո։ Որ հայկական հեքիաթի հերոսն է հայտնի իր բախտով, ով պատահական դառնում է արքա։ Քաչնազար։ Առաջինը սեղմել էր մեր աղջիկը։ Դու գիտեիր պատասխանը։ Բայց պետք է ավելի արագ փորձես, ոչինչ, լավ, մանե։ Ուղղակի ֆիքսեք, որ ես հնչեցնեմ մեկի տանուն, նոր պատասխանեք։ Դու փորձիր ավելի արագ։ Թումանյանի որ հեքիաթի հերոսն է հայտնի իր ստերով եւ հորինված պատմություններով։ Մանե։ Սուտլիկ Վորսկին։ Այո, ճիշտ է։ Որ հեքիաթում է աղջիկը գորտերին հանձնարարում բամբակը մանել։ Առաջինը։ Այո, ճիշտ է։ Որ հեքիաթում է աղջիկը ընկնում հրաշքների աշխարհ լի տարօրինակ կերպարներով։ Ալիսան հրաշքների Ճիշտ է։ Որ հեքիաթում է փոքրիկ հասակ ունեցող աղջիկը ամուսնանում էլֆերի թագավորի հետ։ Փոքրիկ հասակ ունեցող աղջիկ։ Մատնչապի։ Այո, ճիշտ է։ Ով է գրել Ուլիկը հեքիաթը։ Հովանես Թումանյան։ Այո, ճիշտ է։ Եվ վերջապես վերջինը, ով է գրել Անահիտ հեքիաթը։ Ղազարը Սաղայան։ Ղազար Սաղայան։ Եկեք երկուսիդ էլ այս միավորը տանք, որտեվ գրեթե միաժամանակ էր։ Այսօր բարի եմ։ Տպավորությունները։ Սպասվածից լավ էր։ Ինձ մոտ ոչ այդքան, բայց կարևորը լարվածությունը անցավ։ Քեզ մոտ ուղղակի արագություններ Հա։ պետք է ավելի վարժեցնել, Այո։ այսպես ասած, որպեսզի ավելի արագ կարողանայիր պատասխանել։ Ինչ կասեք։ Շատ լավ է դեռևս ամեն բան։ Բայց լարված եք դեռ։ Լարված է։ Ամեն դեպքում հաճելի է ինձ համար։ Երկրորդ փուլում արդեն պետքա լարվածություն չլինի։ Հուսանք։ Ես առաջարկում եմ այս պահին տեսնենք թե ով որքան միավոր է վաստակել եւ այնուհետեւ առաջ շարժվենք։ 6 միավոր վաստակում է Մանեն եւ 4 միավոր վաստակում է Հայկուշը, բրավո, իսկապես վատ արդյունքներ չեն։ Հաշվի առնելով Մանեն որքան արագ է պատասխանում, Հայկուշ, այնպես որ քո միավորներն էլ վատ չեն։ Դե ինչ, երկրորդ փուլում արդեն ընտրում է ոլորտը կրկին Մանեն, որովհետեւ առաջինը եւս դու էիր ընտրել, տեսնենք ինչ կընտրես։ Հիմա իմ համար եմ ընտրում թե Ոչ, երկուսով եք էլի մրցելու։ Երևի թե հայ մշակույթը փորձենք։ Քանի որ դու արվեստաբան ես, քեզ Այո։ հարազատ ոլորտ է։ Իսկ դու գոհ ես Հայկուշ։ Ոչ այդքան։ Դե Մանեն, ինչպես ասում են, իր ջրաղացին է ջուրը լցնում։ Հուսանք երրորդ փուլում դու էլ կկարողանես քո սիրած ոլորտներից մեկը ընտրել կամ Մանեն, այսինքն քեզ համար պետք է ընտրի։ Դա արդեն թողնենք հաջորդ փուլին։ Ընտրում ենք Հայ մշակույթ։ հայ մշակույթ։ Գնացինք։ Սկսում ենք երկրորդ փուլը, ոլորտն է հայ մշակույթ։ Որ ծառի փայտից է պատրաստվում դուդուկը։ Մանե։ Ծիրան։ Այո։ Որ մարզում են գտնվում Սանահինն ու Հաղպատը։ Լորի։ Սպասիր, ես պետք է հնչեցնեմ անունը։ Սեղմել է Հայկուշը։ Պատասխանը Լորին էր, ազնվորեն։ Չէ, Տավուշը։ Տավուշի մարզում։ Մանե ջան, մի րոպե, հա։ Տավուշի մարզում։ Ոչ։ Մանե։ Լորի։ Այո, ճիշտ է։ Ինչ է նշանակում Սայաթ Նովա անունը։ Մանե։ Սիրո երկիչ։ Ոչ։ Այդպես իրեն անվանում են, բայց նրա անունը այլ նշանակություն ունի։ Հայկուշ։ Չեմ հիշում։ Երգի որսորդ։ Երկի որսորդ։ Որ վանքն է ըստ ավանդության կառուցվել Գրիգոր Լուսավորչի բանտարկության տեղում։ Խորվիրապ։ Ճիշտ է։ Հայաստանի որ համայնքում է գտնվում Խաչքարերի անտառը։ Համայնքում։ Այո, գյուղ կամ Նորատուս։ Այո, ճիշտ է։ Ինչպես է կոչվում այն պարը, երբ պարողները երկու հարկանի պատ են կառուցում կանգնելով։ Բերդ։ Այո, ճիշտ է։ Ինչպես է կոչվում հայ գյուղացու հողագործական աշխատանքի ավանդական երգը։ Նա է սեղմել առաջինը։ Կոմիտասի աշխատավորի երկ։ Ոչ։ Չէ։ Հորովել։ Այո, ճիշտ է։ Ինչ է նշանակում էջմիածին բառը։ Իջավ միածինը։ Այո, ճիշտ է։ Որն է համարվում Հայաստանի առաջին պետական թատրոնը։ Արտաշատի։ Ոչ։ Ես հասկանում եմ, որ քո ծննդավայրն այնտեղ է, բայց ոչ։ Պետական Դե դրամա։ չենք կարող պատասխանել Գաբրիել Հայկուշ։ Սունդուկյան։ Չենք կարող պատասխանել Հայկուշ։ Գաբրիել Սունդուկյան։ Ամեն դեպքում Ու շատ պատասխանությունը խելացի։ Այո, ընդունենք։ Գաբրիել Սունդուկյան։ Այո։ Եվ վերջինը, ինչ է Կոմիտասի իրական անուն ազգանունը մանե։ Սողոմոն Սողոմոնյան։ Այո, ճիշտ է, բրավո։ Ձեր տպավորությունները։ Ես Արտաշատը խառնեցի, որովհետև առաջին թատրոնը Դու կուզեիր Արտաշատում լինել, բայց ոչ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն է։ Խառնեցի մի բան։ Ինձ ամեն դեպքում իմ դանդաղությունն է խանգարում։ Ինչևէ։ Դու տաննել ես միշտ տենց մանեն արագ է եղել դու դանդաղ։ Չգիտեմ, չեմ կարծում։ Մանե դու ասա։ Ես
Դպես արագաշարժ չէ։ Մանեի մասնագիտությունից կախված, քանի որ Մանեն կամերաների հետ շատ է աշխատել, դա եւս նպաստում է, հա, ամեն դեպքում։ Բայց իրականում ահագին հարցերի պատասխաններ գիտեիք, այնպես չէ որ։ Հա։ Անծանոթ էին։ 1-2 հարց դժվար հիշեցիք։ Իսկ որոնք էլ չեն պատասխանել, էլի Մանեն արագ էր ուղակի։ Հա։ Ամեն դեպքում Տեսնենք արդյունքները։ 6 միավոր վաստակում է Մանեն եւ 3 միավոր վաստակում է Հայկուշը։ Մանե ապրես, Հայկուշ դու էլ ապրես, ուղղակի խնդրում եմ երրորդ փուլում ավելի արագ։ Եղավ։ Ես բացատրեմ նաեւ երրորդ փուլի կանոնները, այստեղ արդեն մեկը մյուսի համար եք ընտրելու ոլորտ եւ մրցելու եք անհատական։ Այնպես որ ձեր շանսերը իհարկե մեծանում են, կախված նաեւ թե դիմացինը ինչ ոլորտ կընտրի մյուսի համար։ Հայկուշ, ինչ ոլորտ կընտրես Մանեի համար։ Դասական գրքեր։ Դասական գրքեր։ Այո։ Շատ լավ, Մանե գոհես։ Շատ կարծում եմ։ Եվ դու Մանե ինչ կընտրես Հայկուշի համար։ Կենսաբանության աշխարհ։ Հաշվի առնելով որ կենսաբանության ուսուցիչ է, իհարկե վստահաբար ճիշտ ոլորտ է։ Սկսում ենք երրորդ փուլը, խաղում ենք Մանեի հետ։ Դասական գրքեր, գնացինք։ Ում գրչին է պատկանում Հին Աստվածներ դրաման։ Հակոբ Պարանյան։ Ոչ, Լևոն Շանթ։ Վիլյամ Սարոյանն իր որ պիեսի համար է արժանացել Պուլիցերյան մրցանակի, որից հրաժարվել է։ Մարդկային կատակերգություն։ Ոչ, կյանքի ժամանակը։ Շիրվանզադեի Նամուս վեպում ով էր Սեյրանի սիրելին, ում հետ նա գաղտնի նշանված էր։ Չենք հիշում, Սուսանը։ Ժաֆու Խենթը վեպում ով էր թաքնված Խենթ մականվան տակ։ Վարդանը։ Ճիշտ է։ Գաբրիել Սունդուկյանի Պեպո պիեսում ինչ էր կոչվում պարտքի մասին վկայող այն թուղթը։ Մուրհակ։ Որ Պեպոն պահանջում էր Զիմզիմովից, ոչ, Բարատ։ Մուրացյանի Գևորգ Մարզպետունի պատմավեպում ով է Աշոտ Երկաթարքայի օրինական կինը։ Պատասխան։ Հստակ չեմ հիշում Սիրյանուշ։ Ոչ, Սահականուշ։ Ընդունենք, բայց չի հիշում։ Սիրյանուշի ու Սահականուշի մեջ։ Դե լավ, չընդունենք, ամեն դեպքում հստակ չէ։ Չընդունենք։ Հակոբ Պարոնյանի մեծապատիվ մուրացկաններ վիպակում, որ քաղաքից էր պոլիս ժամանել գլխավոր հերոս Աբիսողոմ աղան։ Կոստանդնուպոլիս։ Տրապիզոն։ Շիրվանզադեի որ ստեղծագործության հերոսն է սիրահարվում Լուիզային, ով երգչուհի էր եւ պատրաստվում էր մեկնել Իտալիա ձայնը մշակելու։ Շիրվանզադեի ստեղծագործությունը։ Հիշում եմ, կարդացել եմ, բայց հերոսի անունը։ Հերոսի անունը չէ, ստեղծագործությունը պետք է հիշել։ Հա, ստեղծագործությունը մի րոպե, ես այդ կարդացել եմ։ Ֆիլմ էլ կար։ Պատասխան։ Մի րոպե, արտիստը։ Այո, բրավո։ Կոստան Զարյանի որ գրքի գլխավոր հերոսն էր Նավապետ Արահերյանը։ Այո, ճիշտ է, եւ վերջինը, քանի մաս ունի Ժաֆու կայծեր վեպը։ 4 2 Այսքանն էր տպավորությունները։ Լարված էիր։ Կարող էիր իրականում շատ հարցերի պատասխաններ հիշել, չէ՞ ման։ Դե կարծում եմ, կային որ չգիտեիր, որն էր որ չգիտեիր հստակ։ Դե գիտեի, բայց մոռացել էի չանդրադառնալու հետևանքով։ Բայց արտիստը լավ էր հիշեցիր։ Հա, որովհետև դպրոցական տարիների ինֆորմացիա էր, որը ոնց որ թե ինձ այդքան էլ դպրոցական չէր, մի քիչ էլ համալսարանականներ։ Օրինակ Հին Աստվածները համալսարանում ենք կարդացել։ Հա։ Okay, բայց լարված էիր, երևի դրանից չէիր հիշում։ Դե լավ, անցնենք քո մրցակցին, քո քույրիկին։ Հայկուշ, պատրաստ ես։ Այո։ Գնանք կենսաբանության աշխարհ։ Ինչպես են կոչվում արյան կարմիր բջիջները։ Էրիթրոցիտներ։ Ճիշտ է։ Որ օրգանն է արտադրում մարսողական լեղի։ Ճիշտ է։ Որ գեղձն է արտադրում ադրենալին եւ կորտիզոլ հորմոնները։ Ճիշտ է։ Որ համակարգն է պաշտպանում օրգանիզմը գենետիկորեն օտար ինֆորմացիա կրող նյութերից։ Իմունային։ Ճիշտ է։ Ինչպես են կոչվում արյան գնդիկները, որոնք մասնակցում են արյան մակարդմանը։ Տրոմբոցիտներ։ Ճիշտ է։ Ինչպես են կոչվում ոսկրերը միմյանց միացնող հյուսվածքները։ Կապաններ կամ ջլեր։ Ճիշտ է։ Որ համակարգն է ներառում մարմնի բոլոր գեղձերը եւ դրանցում արտադրվող հորմոնները։ Ներզատական։ Այո, կամ էնդոկրին համակարգ։ Էնդոկրին կամ ներզատական։ Ինչպես է կոչվում մարդու օրգանիզմի ջերմակարգավորման հիմնական օրգանը։ Մաշկը։ Ճիշտ է։ Որ սերտն է պաշտպանում երկիրը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Օզոնային։ Ճիշտ է, եւ վերջինը ինչպես է կոչվում արյան հեղուկ մասը։ Արյան միրոպը, պլազմա։ Ճիշտ է։ Բրավո, բրավո, Հայկուշ։ Կարող ենք արդեն չսպասել արդյունքներին, որովհետև 10-ից 10-ը ճիշտ պատասխան, իսկապես, բրավո, սա քո թեման էր, դու այստեղ ձուկը ջրում էիր։ Այո, հենց այդպես։ Մանեն քեզ նվիրեց 10 միավոր երրորդ փուլում։ Միշտ այդպես է եղել։ Դե լավ, առաջին երկու փուլերում էլ դու էիր առաջ։
Դե լավ, պատմեք ձեր տպավորությունների մասին, մի քիչ կիսվեք, խնդրում եմ, արդեն լարվածությունը թողեք մի կողմ, 3 փուլերը ավարտել ենք։ Դե սկզբում դանդաղելու պատճառով թեթև հիասթափություն չասեմ, բայց ամեն դեպքում երբ որ կարող ես քեզ դրսևորել ու չես դրսևորում, այդ մի քիչ ոնց որ սենց, բայց վերջին փուլում ապրիման են։ Ինչ լավ ստացվեց, չէ՞, կենսաբանության ոլորտներ կա։ Իրավիճակը փոխվեց։ Այո։ Ման, դու ինչ կասես։ Ես մի քիչ ուրիշ ոլորտներ կուզեի, որ ինձ հանդիպեր այս խաղի ընթացքում, եթե իհարկե, բոլորը այդպեսի պատասխաններ են տալիս։ Այո, եւ ես ինձ միգուցե այս վերջի փուլում ավելի լավ դրսևորեի, բայց վատ չէր կարծում։ Իհարկե վատ չէր, հաշվի առնելով առաջին փուլից սկսած քո արդյունքները։ Ամեն դեպքում ամփոփենք, երրորդ փուլի արդյունքները իմանանք եւ նաեւ տեղեկանանք, թե ով է հաղթելու այսօրվա խաղում։ 10 միավոր վաստակում է Հայկուշը, ինչպես նշեցինք, եւ 3 միավոր վաստակում է Մանեն։ Շնորհավորում եմ եւ տեսնենք ով է այսօր հաղթում եւ նվերով հեռանում մեր տաղավարից։ 17 միավոր վաստակում է Հայկուշը եւ 15 միավոր Մանեն, իսկապես երրորդ փուլը ճակատագրական եղավ եւ փաստորեն հաղթում է Հայկուշը։ Բայց չենք տխրում, որովհետև ինչպես ասում են, ընտանիքի անդամներով եք եկել եւ ինչ տարբերություն թե նվերն ով կստանայի վերջում։ Դրա համար էլ ես իմ քույրիկի հետ եմ եկել։ Գիտեիր ինչ է իրանում։ Դե ինչ Հայկուշ, սիրով քեզ նվիրում ենք այս գիրքը, կարող ես վերցնել, կարդալ եւ տեսնել արդյոք հավանում ես։ Մի հատ մեզ էլ ցույց տուր ինչ գիրք է։ Իմ սիրելի գիրքն է Իմիջայլոց պատահականության սկզբունքով փոքր փոփոխություններ նշանակալի արդյունքներ։ Ատոմային սովորություններ։ Ատոմային սովորություններ, այո, անպայման կկարդամ։ Մանին էլ չէ կտաս որ կարդամ։ Ես իդեպ դա է ուզում ասել, ես ունեմ այս գիրքը կարդացել եմ, անդադ ինձնից ուզում էր որ տայի կարդար չէի տալիս։ Աստորեն այն ձեր ասած ընտանեկան վիճակը այդքան էլ իդեալական չէ։ Պատասխան չէ։ Մենք լրիվ հասկացանք։ Լավ, ընտանեկան դրամաները թողնենք մի կողմ։ Ձեզ ասենք շնորհակալություն մեր տաղավար գալու, խաղին մասնակցելու եւ լավ էներգիա հաղորդելու համար եւ շնորհակալություն հայտնենք նաեւ մեզ դիտողներին, մեզ հետ լինելու համար, մեզ դիտելու համար եւ առաջարկում ենք, եթե դուք էլ ցանկանում եք մրցել եւ ստուգել ձեր ինտելեկտուալ գիտելիքները, ապա գրեք մեզ եւ եկեք Խելքի բլիցի տաղավար միասին մարզենք մեր ուղեղը։ Խելքի բլից, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։